կմաքրեի, ինչ ասեմ, մոլախոդից մողլախոդը կպոգեի, կմաքրեի ու սկսվեց ամբամածություն, չպատկերացրի, որ հենց այսպես կարգուտ պետք է եղնի։ Հələ այդ մոլախոդն է չեմ հավաքել լրիվ, այդպես թողեցի, սկսեց անձրևը ու տուն գնացի, տուն էլ չհասա, սկսեց կարգուտը շատ, ինչ ասեմ, ահավոր ձևի, բուք, բորանի պես ձայնով, դաժե մեր բալկոն հելնող այդ դուռն է, լրիվ ծակծկ է։ Ես մի կերպ ներս եմ մտել, տունը հեչ մարդ չկար, մենակ էի, էլ չգիտեմ ինչ ձևի։ Ամենաշատը ձեր գյուղը Մեր գյուղը հողմիգն է, մեկ է հողմիգն է, այսպես լրիվ ջարդվել։ Այսինքն այս երկու գյուղերը, որտեղ չկա հարկակարգդային կայաններ չունի։ Նախկինում ունեցել են։ Նախկինում ունեցել են, գործել է, բայց հիմի ինչ պատճառներով չկա, լրիվ սիկ բերկն է, թափած բերկն է, սիկ լրիվ թափած բերկն է։ Այսօրը կան չի երևա, այդ կարգուտի ժամանակ ստեղ ինչ է ջուրը բերե, լրիվ մալինայի էս քոկերը, էս խնձորը, էս լրիվ ստեղ նայ։ Սիկ լրիվ սև սալորն է։ Լրիվ տանջվելով, չարչրվելով, ես արդեն 60 տարեկան կին եմ։ Մեր եկամուտը սիկ է, ուրիշ որսեմ ինչ որ կայուն եկամուտ ունիք, չունիք, էս է մեր եկամուտը։ Սուրից շատ, սուր կրկնապատիկը մյուս հողն է, այն մյուս մասն է, էլի բերկատու ծառներով սուրից վատ վիճակում։ Փոխհատուցման հույս չունեք, որպես այդպեսի։ Ես հեչ չեմ լսել, որ կարգուտից ինչ որ փոխհատուցում են տվել։ Ես հույս չեմ չունիմ։ Ես չեմ լսել, որ այս գյուղին կարգուտից փոխհատուցում տվել են։ Դեպքեր եղել է, էլի է դեպքեր եղել, բայց չեմ տեսել այդպես բան։ Այնտեղ պոպոկն է, այնտեղ կաղինն է, լրիվ էս վիճակն է։ Այստեղի կլիմային պոպոկ հնարավոր է։ Ցույց տամ ես ծառը։ Կաղինը սիկ է։ Այց թափել էի, բա տերևները կան չի թափե, բայց ինքը արդեն հեչ բան չկա։ Ես էլ պոպոկն է, լրիվ տիա թափած։ Այդտեղ պոպոկն է։ Էլ մարգերս է, որ արդեն հեչ մեջը ոչ մի բան էլ չկա։ Տխտոր ունիմ, սոխ ունիմ, ամեն ինչ իմ խաղողիս վիճակը, ամեն ինչ ունինք, ամեն ինչ։ Աշխատող է մեր գյուղի ժողովուրդը, արարող է, բայց արդյունք չենք ստանա, ինչ։
Սկսվեց երեկոյան ժամի 6:30-6:30-ի ժամանակաշրջան մի անգամից սկսվավ ու ավիրեց էլի 1:20-25 րոպե տևեց ընդամենը 30, բայց լրիվ ավիրեց։ Ինչ վնասներ եք կրել դուք։ Խոտարկի վնաս ենք կրել, այգիները մեր, լրիվ այգիները տանձ ունենք, խնձոր ունենք, սալոր ունենք, գիլազ ունենք, վիշնա ունենք, ընդեղ կարտոֆիլի բաներ, կարտոֆիլ ունենք, վարունգ, լոբի, ամեն ինչ։ Դե բոստանի կանանջեղեն։ Իսկ եկել ձեր վնասները գույքագրել են, որպեսզի հասկանան հետո ինչպես է փոխհատուցելու։ Սպասում եք փոխհատուցման։ Չգիտեմ, ես ինչ գիտեմ։ Իսկ եղել է նախկինում նման բան, որ ստանաք փոխհատուցում։ Չէ, չի եղել։ Ոչ մի անգամ մենք փոխհատուցում չենք ստացել։ Այս բան չի եղել։ Ճանապարհը սարքելուց վերին ջրատարը դրին հենց իմ հարդի գլխին։ Հարդա։ Տեսնեի դու մենակ այդ ընթացքում ինչ ջուրը բաներ հարդը լրիվ քշեց տարավ։ Սեղից մենք մոտ 300-400 տուկ կանեինք։ Բայց մի 40-50 հատ չենք կրահանի արդեն։ Անցոգորները։ Էսիկ տանձերն է։ Այն կողմը խնձոր է։ Սիկ սալոր է։ Խնդրեմ։ Նայեք, գետնին անել նկարեք։ Մի անգամ ցանեցինք ուժեղ անձրևներից, ծլավ նորից հաջորդ անգամ ցանեցի, երկրորդ անգամ ծլել էր, ոչ մի հադիգն բան գտեսնիք, սիկ վարունգն է, կողքը պամիդոր բաներ ցանած, լոբին, տյանի կարտոշկին է, բան կա է։ Մարդիկ կանոր հուսահատվել են, քսենորը չպետք է ենեն, կան արդյունքի անօգուտ է, բայց պետք է կռիվ տանք էլի հողի հետ, պետք է փորձենք պայքարենք, գյուղացին ինքը, եթե գյուղացի է, գյուղում է ծնվել, գյուղում է մեծացել, ինքը պետք է հողի հետ պայքարի, հողի հետ կռիվ տա։ Ես իմ օրինակով բերեմ, ես մտադրվել եմ, ես ներկապային մոտ հեկտար ու կես կոնկրետ ցորենի ցանկատարածություն ունեի, կուզեմ այս տարվանից կրկնակի ավելացնեմ, էլի, թող ասենք ես կարգուդը պատճառ չհանդիսանա, էլի, որ ես ընկճվիմ, հիասթափվիմ, ասեմ որ չէ, գիտես ինչ կա, պետք է չենենք։ Չէ, պետք է ենենք, ուղղակի կարելի է պետությունն էլ է ընձեռն այդ հնարավորություններն ու մենք չեմ խելացի ձևով ենենք։ Ես չեմ ասի անխելք է, ուղղակի մի եգա հասել ենք մի հատ այնպես բանի դեմ որ հեշտան չունենք ու չգիտենք է ումից ինչ պահանջենք, բայց կա եղանակներ որ կրնանք այդ ձևով օգտվենք ու վնաս կրելու դեպքում է կրնանք արդեն պահանջ ներկայացնենք, ասենք որ գիտեք ինչ կա, տեսեք ձեր սազով էլ ենք երե, բայց էլի վնաս ենք կրել, ուզենք փոխհատուցում հաստատ կեղն է, էլի։ Այս վիճակը արդեն ինքը սելաֆն է, որ այսպես լաղոզել է։ Իսկ մոտավոր պատկերացրեք, երևի մոտ 60-70 սանտիմետր բարձրության խոդ է ինքը, որ պետք է քաղվեր։ Իսկ ուղղակի դարել է մի հատ անպիտան բան։